Երեք մեր հայրենիքի պաշտպանության նախարարը, չնայած շատ դժվար է պաշտպանության նախարար անվանել այն մարդուն, այսօրվա մարդուն, որտեվ եթե իրեն համեմատենք մեր Վազգեն Սարգսյանի հետ, կտեսնենք, որ շատ տարօրինակ տեղ ենք հասել մենք։ 20 տարվա մեջ Վազգենի հաթոռին նստած է, չգիտես ով։ Բայց երեք մի հայտարարություն է արել, ասել է, որ ինչու չենք մենք մահացել պատերազմում։ Ես, իմ եղբայրները, մի երկու օր առաջ էլ դրանից Հայաստանի վարչապետն էր նույն հայտարարությունը արել, ասել էր ինչու արցախցիները չեն մահացել։ Իրենք միշտ խոսում են մահերից, իրենք բերում են մահեր, քաջ մարտիկները, որոնք կռվել են Հայաստանի համար, որոնք իրենց արյուն են տվել, երբ իրենք գալիս են համայնքներ, անգամ չեն գնում այդ մարտիկների հուշակոթողը հարգելու։ Երբ այդ մարտիկների ծնողները եռաբլուրում փորձում են հարց բարձրացնեն, քաշքշում են, իրենք բերում են արյուն մեր երկրին։ Դրա օրինակը հազարավոր զոհերն են։ Ինքը կանգնած էր միտեղ, որտեղից 500 մետրի վրա Վանաձորում էր այս հայտարարությունը արել, թե ինչու մենք չենք զոհվել պատերազմում։ Դրանից 500 մետրի վրա Սամվել Կարապետյանը կառուցել էր Լոռվա ամենամեծ ծննդատունը ու նվիրել էր համայնքին։ Մենք կյանքի մասին ենք խոսում, ծնունդի մասին ենք խոսում, գյուղատնտեսության մասին ենք խոսում, զարգացման մասին ենք խոսում։ Իրանք խոսում են զոհվելու մահի մասին։ Դրա համար եկած առաջի օրվանից մահն է հետապնդում հայոց աշխարհը։ Դրա համար իրենց ճամփու դնելուց հետո էլ եռաբլուրները չեն շատանալու մեր երկրում։ Մեր երկրի այգիներն են շատանալու։ Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու երկրից գնան։